Բարև ձեզ, Հայաստան 24-ի տեսադաշտում տեղեկատվության միջոցներն են։ Հանրապետական կուսակցության քարոզարշավին յուրահատուկ շուք են հաղորդում տարատեսակ փորձանքներն ու դժբախտ դեպքերը։ Մասնավոր միջադեպերը, դանակահարություններն ու թեթև կրակոցները մի կողմ, այս կուսակցությանն անցյալում էին պատուհասում զանգվածային ձախորդություններ, որոնցից ամենավառ հիշողությունները մնացել են գազավորված փուչիկների միահամուռ պայթյունից, երբ տասնյակ ու հարյուրավոր մարդիկ այրվածքներ էին ստացել։ Այս քարոզարշավի ավարտին դեռ մի քանի օր կա եւ բացառված չէ, որ նման մի զանգվածային աղետ էլ հիմա է հասունանում։ Մինչ այդ Հանրապետականի թաքուն խրախճանքը հարամեց իրազեկ քաղաքացիների միավորումը հանդես գալով այս բացահայտումով։ Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար։ Civilnet-ի հետ զրույցում իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասել է, որ իրենք ուսումնասիրել են ընտրություններից առաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին խոսակցությունները դպրոցներում եւ մանկապարտեզներում։ Կազմակերպության աշխատակիցները ներկայանալով որպես ՀՀԿ շտաբի անդամներ զանգահարել են 136 հանրակրթական դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների եւ հարց ու փորձ արել հավաքագրվող ցուցակների մասին։ Պարզվել է, որ հանրապետության բոլոր մարզերը եւ Երևանի բոլոր տարածքներն ընդգրկող 84 դպրոցների եւ 30 մանկապարտեզների տնօրեններ իրազեկ քաղաքացիների միավորումի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին։ Civilnet-ի թղթակից Արփի Մաղսուդյանը մանրամասնելով թեման տեղեկացնում է, որ տնօրենները ըստ ուսումնասիրության ցուցակները հավաքում են թե անձամբ, թե ուսուցիչների ներգրավմամբ, իսկ մանկապարտեզներում նաև դայակների միջոցով։ Մի ամբողջ համակարգ, այսինքն լծված է ՀՀԿ-ի համար ձայն բերելուն։ Լրագրողին Դանիել Իոաննիսյանն ասել է. Սա համակարգված հանցագործություն է եւ վարչական ռեսուրսի չարաշահում։ Սա մեկ կամ երկու դեպք չէ։ Տնօրենները ստացել են հանձնարարական եւ կատարել են այն։ Տեսեք, նրանք տնօրեններից շատերը տալիս էին կոնկրետ տեխնացուների անուններ, որոնց թվում են Հանրապետական Արայիկ Հովհաննիսյանի, Արտակ Սարգսյանի, Սասի Արտակի, Միհրան Պողոսյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Սահակյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սեյրան Սարոյանի, Սամվել Սանանյանի, Գեգամ Հովոյանի, Հակոբ Հակոբյանի, Բագրատ Հարությունյանի, Ռաֆիկ Գրիգորյանի անունները։ Մի շարք կայքեր այս աղմկահարույց տեղեկության հետ միասին հրապարակեցին դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ ձայնագրությունների ցանկը։ Հանրապետական կուսակցության գլխին կուտակված կարկտաբեր ամպերը ցլելու նպատակով գործի դրվեցին ՀՀԿ-ի հակակարկտային թնդանոթները։ Առավոտի թղթակից Լուիզա Սուքիասյանը մեջբերել է ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի մեկնաբանությունը։ Որևէ քաղաքական ուժ ու գործիչ, որը պետք է լուրջ մասնակցի ընտրություններին, բնականաբար անհրաժեշտություն ունի որոշակի կազմակերպչական աշխատանք կատարել, ցուցակագրումներ, կողմնակիցներ, թվաքանակ, կոնտակտներ։ Այդ ամենը մի բառով կարելի է անվանել ցուցակագրում։ Ցուցակագրում ասելիս պատկերացնում ենք նեգատիվ վարչական ռեսուրսի չարաշահում, բայց նախ եւ առաջ դրա տակ կա կազմակերպչական աշխատանք, որը կատարում են բոլոր քաղաքական ուժերը։ Լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանն էլ հայելի ԵՄ-ի թղթակից Անի Աղազարյանի մատուցմամբ ասել է. Հիմա ես ընդհանուր գնահատական տալ չեմ կարող, որովհետև պետք է մանրամասն ուսումնասիրեմ։ Ես մի քանի հատ ստուգեցի, որոնցից մեկում ես որոշակի խնդիր տեսա, իսկ երկուսում ոչ մի խնդիր չտեսա։ Այն մեկում, որում ես որոշակի խնդիր տեսա, դա չի նշանակում, որ ես ակնհայտորեն կարող եմ պնդել, որ առկա է ընտրախախտում կամ ընտրական օրենսդրության խախտում, կամ էթիկայի կանոնների խախտում, մինչև իրականում յուրաքանչյուր դետալ չիմանամ։ Այսուհանդերձ տարիք քսանձելու համար բավարար չեղավ ոչ Հերմինե Նաղդալյանի բավականին պարզունակ պարզաբանումը, ոչ էլ սաստիկ ինտելեկտուալի համբավ ունեցող Դավիթ Հարությունյանի մտավարժանքն ու յուրաքանչյուր դետալ իմանալու պիոներական պատրաստակամությունը։ Լրագրողները մի առանձնահատուկ հաճույքով են գրոհում թակարդ ընկած քաղաքական գործիչների վրա գարնանային տաք հոսանքների ուղեկցությամբ անզուսպ շռվողինով են բմբլում նրանց։ Ներկայացվող տեսանյութում լրագրողների թիրախում ազգային ժողովի падգամավորի տեխնացու հանրապետական Արա Բաբլոյանն է։ Ես տեղյակ չեմ։ Պարոն Բաբլոյան, ձեզ տեղեկացնում եմ։ Ինչպես չի, ինչպես է ստացվում, որ միշտ տեղյակ չեք լինում ոչ մի բանից։ Հիմա եթե ՀՀԿ-ի օգտին 88 տնօրեն մանկապարտեզի ու դպրոցի ձայներ է հավաքում, իրենք խոստովանել են ձայնագրություններում, սա ինչ եք որակում։ Հիմա այս ֆոնին ինչպես մարդիկ վստահեն ՀՀԿ-ին։ Բոլորդ ասում եք տեղյակ չեք։ Հիմա սրանք տեսնում եք, տեղյակ եք, փաստեր եք։ Ձայնագրություններ կա։ Սա դիտորդական կողմ եմ հարթար ընտրությունների եւ ինքս կողմնակից եմ ժողովրդավարության, ինքնետ լսեցի իմ կարծիքը։ Եթե այդպիսի բան կա, այդ տնօրեններին ինչ կասեք։
Գոնե ամոթան կտայի։ Ուսումնասիրենք, նոր Գոնե կորոշենք։ ամոթան Ես կտայի։ իրավունք չունեմ հիմա որոցը մեկին Եթե ասում եմ իսկապես դա ճիշտ է ձեր։ կանցնի ժամանակը կուսումնասիրենք։ Պարոն Բաբուլյան, ինչպես է ստացվում, որ ոչ մի բանից տեղյակ չի լինում ՀՀԿ-ն, երբ նման խնդիրներ առաջանում։ Չհասկացա, նայած ամեն մարդ իր գործով ազբաղում։ Կարող պատահի ես պետքա պարտավորեմ գնամ, այդ հիմա ամեն ինչը ուսումնասիրեմ։ Դուք ՀՀԿ համամասնական ցուցակի առաջատարներից եք իր եւ գործն է անում։ անվտանգությունը առաջընթաց է քարոզում մի Դուք պարագայում, երբ անիմաստ որ հիմա ստից բան մի խոսացեք, որովհետև այսինքն ձեր անվտանգությունը ինտելեկտը պետքա առաջընթացը թույլ մի տա, քաշեք, որ դուք մի կարողանաք քաշեք։ հասկանաք, որ ամեն մարդ իր գործն է անում։ Հա։ Գիտակցելով, որ միայն ծանր հրետանիով ամպերը չեն ցրվի ու երկինքը չի պարզվի, հանրապետականները սկսված հեղերի թափը գոնե մասամբ մեղմելու համար ստիպված են նաև իրենց դերձակներին ներգրավել գործի մեջ եւ ուղարկել արդեն պատրված երկինքը կարկատելու։ Երևակայության այս թռիչքը դասականի այս գլուխգործոցն է հիշեցնում ՀՀԿ կենտրոնական շտաբի հայտարարությունը։ Ի պատասխան որոշ լրատվական միջոցներով տարածված տեղեկատվության, թե դպրոցների եւ մանկապարտեզների մի շարք ՀՀԿ անդամ տնօրեններ կիրառել են վարչական ռեսուրս, հայտնում ենք հետեւյալը. Առաջին, ընտրողների հետ աշխատանքը ենթադրում է քաղաքական ուժերի կողմից պոտենցիալ ընտրազանգվածի հավաքագրում, արձանագրում, մոբիլիզացում, նույնականացում։ Երկրորդ, ընտրական օրենսգիրքը չի արգելում Հայաստանի քաղաքացիներին ներգրաված լինել քարոզչական եւ կազմակերպչական աշխատանքների մեջ, աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս։ Երրորդ, ձայնագրությունների զգալի մասի մանրակրկիտ ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս պնդելու, որ տեղի է ունեցել Հայաստանի ընտրական օրենսգրքի խախտում։ Չորրորդ, ցավում ենք, որ ազնիվ եւ արդար ընտրությունների համար առաքելություն ստանձնած կազմակերպությունը իր գործունեության մեջ դիմել է քաղաքականապես ուղղորդված անազնիվ գործելավոճի։ Հինգերորդ, անընդունելի ենք համարում նման սադրանքներով Հայաստանի քաղաքացիների վարկաբեկման փորձը, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական հայացքներից։ Այսպիսով հանրապետական կուսակցությունը հաստատում է ցուցակներ կազմելու փաստը, դա համարելով օրինական։ Ավելին, հայտարարության բացահայտումը անվանում է անազնիվ գործելավոճ, սադրանք, նշված եղանակով իրենց համար ձայն հավաքողներին վարկաբեկելու փորձ։ Սա բարկացրել է ժողովրդին։ Նկատենք, ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո իշխող քաղաքական ուժը ներողություն կխնդրեր, նույնիսկ դուրս կգար ընտրապայքարից։ Մինչդեռ Հայաստանում իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, այլև առաջիկայում ջրից չոր դուրս կբերեն իրենց անդամներին։ Անկախ ամեն ինչից այս ընտրությունները կառանձնանան իրենց այլանդակություններով։ Սկզբում նախընտրական բախումներ, հիմա էլ վարչական ռեսուրսի կիրառում։ Հանրապետական կուսակցության 5 կետանոց բացատրությունը ոչ միայն հարուցել է վրդովմունքի նոր ալիք, այլև սրամտությունների ասպարեզ է բացել։ Մեջբերենք Ազատություն ռադիոկայանի թղթակից Տիգրան Ավետիսյանի Facebook-յան վրդովմունքը։ Շատ անարդար ու ստոր մեթոդներով չեն թողնում, որ մարդիկ հալալ կեղծարարությամբ զբաղվեն։ Միանգամայն տրամաբանական կլինի, եթե հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նախընտրական հանրահավաք հրավիրեն Ազատության հրապարակում հանդես գան բոցաշունչ ելույթներով ու հայտարարեն. Մենք մեր կողմնակիցներին փող ենք բաժանում, որ մեզ ընտրեն, իսկ մեր հակառակորդները ստորաբար ասում են, թե իբր ընտրակաշառք ենք բաժանում, կամ մենք ահաբեկում, դանակահարում, կրակում ենք մեր քաղաքական հակառակորդներին, որ խելոք մնան ու չխանգարեն մեզ երկրում ապահովելու անվտանգություն ու առաջընթաց, իսկ նրանք դիմադրում են եւ երկիրը տանում կործանման։ Առավոտի թղթակից Նունե Արևշատյանը չարաբաստիկ ձայնագրությունների մասին զրուցել է Գյումրիի թիվ 31 դպրոցի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ։ Տնօրենը կատարվածը մեկնաբանել է այսպես. Եթե ես կուսակցական եմ, բնական է մի ընտրազանգված չպիտի հավաքեմ քարոզարշավի ընթացքում։ Խուլիգանություն է դա զանգել, թե իբր հանրապետական շտաբից են խոսում։ Քաղաքական ուժերը բացառությամբ 3 դաշինքների Հայ ազգային կոնգրեսը ԺԿ, Օհանյան Ռաֆի Օսկանյան եւ ԵԼԿ չեն շտապում իրենց դիրքորոշումն արտահայտել կամ գնահատականը տալ այս սկանդալին։ Հայ ազգային կոնգրես Հայաստան ժողովրդական կուսակցություն դաշինքի հայտարարությունը հրապարակվել է Հայաստան 24-ում։ Կոնգրես ՀԺԿ դաշինքը դատապարտում է իշխանության կողմից իրականացվող բացահայտ ապօրինությունը, համարում է, որ իրազեկ քաղաքացիների միավորման հավաքած եւ մամուլում հրապարակած նյութը պետք է դիտել որպես հաղորդում հանցագործության մասին, ինչին առաջինը պարտավոր էր արձագանքել կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ իրավապահ մարմինների պարտականությունն այդ հիմքով վարույթ հարուցել։ Պահանջում է ոլորտի հիմնական պատասխանատու կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրաժարականը։ Երկիր մեդիա ԵՄ ներկայացրել է կրթության նախարար Լևոն Մկրտչյանի անդրադարձը մեծ աղմուկ հանած պատմությանը։ Նրա մտքով ոչ միայն չի անցնում հրաժարական տալ, այլև խոստացել է ուսումնասիրել դեպքերը։
Շրջաբերականը, որ ուղարկել ենք, կթարմացվի եւ յուրաքանչյուր դեպք, որ առնչվում է այս սկանդալի հետ, կխնդրենք, որ բացատրություն տան։ Նաեւ նույնը կխնդրեմ մարզպետին եւ քաղաքապետին, որպեսզի իրենք յուրաքանչյուր տնօրենից բացատրություն ստանան համացանցում պտտվող ձայնագրության հետ կապված, որպեսզի հետո կարողանան կողմնորոշվել։ Մի քանի օր տևած աղմուկից հետո կրթության եւ գիտության նախարարությունը վերջապես հանդես եկավ հայտարարությամբ, տեղեկացնելով, որ հանձնարարվել է ՀՀԿ-ի օգտին ցուցակագրումներ արած տնօրեններին սերմ ժամկետում ներկայացնել պարզաբանումներ հրապարակված ձայնագրությունների վերաբերյալ։ Միաժամանակ նոր շրջաբերական է ուղարկվել Հայաստանի մարզպետներին եւ Երևանի քաղաքապետին, որում մեկ անգամ եւս առաջարկվում է ձեռնարկել համապատասխան միջոցներ ուսումնական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու վերաբերյալ։ Հրապարակի խմբագիր Արմինե Օհանյանը ընդհանրական հայացքով առանձնացրել է ներքաղաքական կյանքի արժանահիշատակ իրադարձությունները եւ արտահայտել է իր հստակ դիրքորոշումը իր անհամաձայնությունը տեղի ունեցող երևույթներին։ Ես չէի ուզենա, որ լավ վարչապետ լինելու համար բոլոր տվյալներն ունեցող Կարեն Կարապետյանն այսպես խրվեր նախընտրական քարոզարշավի մեջ եւ զբաղվեր մի կասկածելի գործով, որը որևէ կապ չունի մեր երկրի տնտեսության եւ վարչապետի բուն պարտականությունների հետ։ Ես չէի ուզենա, որ իմ սիրելի ընկերուհին, որը դպրոցի շատ լավ տնօրեն է, հայտնվեր այն տնօրենների թվում, որոնց ՍՈՒՏԵ-ը գաղտնի խոսեցրել է ու ձայնագրել, բացահայտելով, որ նրանք վերջին օրերին զբաղվել են ՀՀԿ-ի համար ընտրողների ցուցակներ կազմելու ամոթալի գործով։ Ես չէի ուզենա, որ մեր գյուղի Վարդուշ տատիկը արցունքն աչքերին կանգներ Ծառուկյան դաշինքի հանրահավաքում, իսկ վերջում Ծառուկյանի ձեռքերը համբուրեր ու փողի իր խնդրագիրը խցկեր Ծառուկյանի թիկնապահի ձեռքը։ Ես չէի ուզենա, որ Սամվել Բաբայանը հայտնվեր բանտում, զենք զինամթերքներ կրելու մեղադրանքով, եւ չէի ուզենա, որ մեր երկրում որևէ մեկի մտքով անցներ, որ իշխանափոխության միակ ճանապարհը զինվելն է։ Հրապարակի խմբագիրը ավելի է խտացնում գույները, բայց սա մեր մեկնաբանությամբ ոչ թե հուսահատության արտահայտություն է, այլ սթափվելու կոչ։ Ես չէի ուզենա ապրիլի 3-ին արթնանալ նախորդ ընտրություններին հաջորդած օրերի ծանր զգացողությամբ, երբ չես ուզում ապրել մի երկրում, որը քո հայրենիքն է եւ որտեղից դու հեռանալու մտադրություն չունես, բայց ելքն էլ չես տեսնում, երբ ցավում ես, որ ունես անամոթ ու սրիկա իշխանություն, խեղճ ու թուլամորթ հասարակություն, ծախվող ու վախկոտ ընտրող, ապաշնոր ու անընդունակ ընդդիմություն, անհաղորդ ու պասիվ մտավորականություն։ Երբ արժանիներն ու ազնիվները փոքրամասնություն են, իսկ անարժաններն ու ստորները ուժեղ եւ համախմբված։ Ես չէի ուզենա, որ հեռանկարի բացակայությունը արձանագրած երիտասարդները նորից բռնեին պանդխտության ուղին։ Սամվել Բաբայանին բարեհաջող կերպով մեկուսացնելուց եւ ըստ այդմ Իգլայի սպառնալիքը չեզոքացնելուց հետո աշխատանքային այցով Արցախ էր մեկնել Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում նա հանդես է եկել ելույթով արտահայտել բազմանշանակ մտքեր։ Ով չի հասկացել, որ այստեղ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը։ Դրանից միևնույն է, վտանգը չի նվազելու։ Մինչ թերարժեքության բարդույթը հաղթահարելու անհաջող փորձեր կանենք, վերցանելու ասվածի իմաստը Սարգսյանը հպարտանում է։ Մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Ժամանակավրեպ կարող է թվալ հարցը, իսկ ինչ էի կանում դրանից առաջ, իսկ ինչու մի տարվա մեջ։ Փոխարենը չի ուշանում հակառակորդին ուղղված սպառնալիքը։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու հարկ եղած դեպքում Իսկանդերի համազարկի հրաման արձակելիս։ Այս հայտարարությունը մի կողմից իհարկե նպատակ ունի սթափեցնել եւ զսպել Ադրբեջանին, մյուս կողմից խորացնել ապահովվածության եւ անվտանգության զգացումը ընտրազանգվածի մեջ։ Ապրիլյան պատերազմի տարելիցի նախօրյակին Սարգսյանը որոշում է մի կողմ դնել համեստությունն ու հայտարարել. Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք անշուշտ գիտեինք, որ դեռ 1-2 բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները, քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուր վերցրել եւ ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Այն, որ Սարգսյանն իրեն համարում է ուժեղ, պետք է որ խուճապի մատնի հակառակորդին։ Իսկ տարածքներ վերցնելու մասին համեստ ակնարկը անշուշտ ահ ու սարսափ շնչում թշնամուն եւ նախանշում նրա մոտալուտ կործանումը։ Սարգսյանն այնուհետև անցնում է քարոզչության։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ,
Սուտ շուտ ասելուկների մրցույթ չէ։ Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում։ Մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում։ Մենք համազարգի, հարձակման եւ հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրամաններ տվողներ ենք ընտրում։ Դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում։ Բարեբախտաբար ժամանակին կանգ է առել ու չի ասել, թե ապրիլի 2-ին մենք նաև մարդկանց մոբիլիզացնողներ, հավաքագրողներ ու ցուցակագրողներ ենք ընտրում, կոնֆետ բաժանողներ ենք ընտրում։ Իսկ հիմա ամենագլխավորը։ Ինձ անընդհատ հարցնում են, ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ, ինչ քաղաքական կառուցված կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ որ կարգավիճակում իմ դերը կունենա մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Ազնիվ առաքելություն է անվտանգություն ապահովելը։ Այսօր այսքանը, մեր հաջորդ թողարկումը հինգշաբթի է։ Ստեսություն։